Կարգին գայլան, դուք ասում եք նայեք Պաշտոնյանների հայտարարագիրը, այնտեղ ամեն ինչ նշված է։ Նայում ենք հայտարարագիրը, դուք էլ եք նախարար, ստանում եք էլի պլյուս-մինուս 1 միլիոն դրամ աշխատավարձ, երևի չհաշվում ձեր եկամուտը, Արարատ Միրզոյանն էլ, պատգամավորները մի քիչ ավելի քիչ։ Հիմա Սուրեն Պապիկյանն էլ կարող եք ասել, ո՞նց է ստացվում, որ մոտ 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացող Պաշտպանության նախարարը կամ Արարատ Միրզոյան ԱԳ նախարարը ձեռք են բերում մի քանի տասնյակ միլիոնավոր դրամներ արժողությամբ գույք թեկուզ վարկով, այդ վարկը բան ինչի մեջ չեն տրամադրում, կամ դուք ինչ ունեք։ Ես էլ ունեմ հիպոթեկային վարկով բնակարան ձեռք բերած։ Չեմ հիշում, 50 միլիոն դրամի կարգի, մի քիչ ավելի քիչ։ Ո՞նց է մարում օրինակ, ինչպես ասում են, բա Սերժի վաղ ինչի այդպեսի գույք ձեռք չեք բերում։ Մարում եմ, որովհետև լավ եմ սովորել ժամանակին եւ ունեմ աշխատանք, որը վարձատրվում է բավականին լավ, ինչը հնարավորություն է ինձ տալիս վերցնել վարկ եւ մարել վարկ։ Եվ ունենալ նաեւ գույքային $200,000 առանձնատուն ԱԳ նախարարը լավ սովորելու հաշվին կարողացել է ձեռք բերել։ Ես չգիտեմ ինչ հիմքերով է ձեռք բերել վարկավորման միջոցներով է ձեռք բերել, թե ինչ եկամուտների հաշվին է ձեռք բերել, վստահաբար դրանք հայտարարագրված են։ Բայց ամեն դեպքում հիպոթեկը նրա մասին է, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի կայուն եկամուտ, կարող է ձեռք բերել բնակարան եւ մարել պարտքը, օրինակ 20, 25 կամ 30 տարիների ընթացքում։ Եվ կարծում եք, որ նախարարները կամ իմ նման կրթություն ստացած անձինք, եթե նույնիսկ չլինեն նախարար, չեն ունենա այնպիսի արժանապատիվ աշխատավարձ, որ 20 կամ 10 կամ 15 տարվա ընթացքում չեն կարողանա մարել վարկը։ Գուցե փաստաբանին ավելի բարձր։ Գուցե, եւ այո, իհարկե։ Գալյան իլրում եք գործընկերոջս հարցին, հետք լրատվամիջոցը գրեց, որ Հայկ Կոնջորյանը ձեռք է բերել առանձնատուն 54 միլիոն դրամով, այնտեղ ընդգծվում էր 54 միլիոն դրամը, որովհետև 56 միլիոն դրամից բարձր արժեք ունեցող գույքի դեպքում եկամտային հարկ չէր ստանա, նաև ընդգծված էր, որ այն ընկերությունից, որի միջոցով ձեռք է բերել գույքը, կային շահերի բախում, ընկերային հարաբերություններ եւ այլն։ Հիմա սա կոռուպցիա է, թե ոչ։ Նախ ես պայմանագրի կողմ չեմ հանդիսանում, երկրորդ ներկա չեմ գտնվել պայմանագրի կնքմանը, երրորդ առհասարակ չեմ տիրապետում որևէ տեղեկատվության, որը կարող է վերաբերել այդ գործարքին։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ գիտի, թե ինչ է անում այն առումով, որ ամենը ինչ որ արվում է թափանցիկ։ Որովհետև վաղ թե ուշ գործարքի վերաբերյալ ցանկացած տվյալ հայտնվելու է հայտարարագրում։ Մարդկային զուտ էմոցիաների տեսանկյունից նայենք, մի քիչ շատ ագահություն չի, օրինակ եկել են իշխանության, լավ ձեր չասեմ եկել եք, բայց ասեն եկել եք իշխանության, բայց ձեր գործընկերներից ոմանք ներողություն, մի անգամից մի քանի հսկայական գույքեր են ձեռք բերում։ Ճիշտն ասած, նույն Ռոմանոս Պետրոսյանը մի քանի տեղ նորակառուցման տներ ունեն։ Դե եթե խոսեցինք այս թեմայով, ասեմ, երբ որ դու ունես կայուն աշխատավարձ եւ քո վրա տարածվում են անհամատեղելիության պահանջներ, մասնավորապես չես կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ այլն, քո ստացած եկամուտը փորձում ես ինչ-որ կերպ ներդնել, ինչ-որ բիզնեսում չես կարող ներդնել, բայց գոնե ապագայի համար մի տուն, երկու տուն կարող ես ձեռք բերել եւ կարողանաք մի բան հետքցել։ Խոսքը մարդու ընտրության մասին է։ Շատ լավ ճանաչում Կոնջորյան հայկից։ Դուք ինչ գիտեք, թե վաղը մի րոպե էլի։ Շուրջ, եկեք այսօր նայենք, ես ձեզ մի ընդհատեք ինձ, անաչառ դիտորդը պետք է ունենա կամք ու ցանկություն առերեսվելու իրականության հետ։ Իրականությունը շատ պարզ է, եթե մենք չենք խուսափում դրանից, դա մեր աչքերի առաջ է։ Բոլոր պաշտոնատար անձինք, սիրելի քաղաքացիներ, ներկայացնում են տարեկան հայտարարագրեր, որոնք հասանելի են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Այդ հայտարարագրերում զետեղված բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերում են պաշտոնատար անձանց գույքին, եկամուտներին, շահերին եւ ծախսերին, հրապարակային են, կարող եք բացել եւ կարդալ ինքներդ։ Եվ ինչ է նշանակում, կներեք էլի, ինչ է նշանակում եկել եք պաշտոնի, որ տուն առնենք։ Կներեք, մարդը աշխատում է, ընդ որում կատարում է շատ ծանր աշխատանք, այդ թվում եւ ես իմ մասին եմ խոսում, եւ իմ մասին եմ խոսում, այո, $200,000 տունը ինչ է, որ ես 20 տարի հետո չպետք է ունենամ կամ 10 տարի հետո չպետք է ունենամ։ Պետք է ունենամ այնքան, որքան որ կարող եմ ունենալ։
Դա դուք ուղղակի ձեր Եվ թիմակիցները մեղադրում են Եվ նախկինին, բոլորը։ ասում նույն Ռոբերտ Քոչյանը ծակ Կներեք, Սարոշկով եկավ էլի։ կամ ծակ Բոթասը Ներողություն միլիոն եմ տատար հայտնում։ դարձավ։ Հիմա ձեր մասին ներողություն ասում եք, սոված եկան ես- իշխանության, հիմա տներ են Նախ բանձը։ զգույշ խոսել։ Ձեզանից շատերի մասին Նախ եմ զգույշ ասում, խոսել։